Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հերթական անգամ անդրադառնում ենք մեր օրվա պրոբլեմներին, պետության խոսացած ասացածներին եւ ընդհանրապես մեր հոգսերից ենք եկել խոսելու, ինչպես միշտ։ Աննան հայտարարել է, որ իր եւ Նիկոլի քաղաքացիական ամուսնությունը վերջացել է։ Բայց այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչն է սկսվել։ Այն, որ ձեր քաղաքացիական ամուսնությունը ոչ եղել է, ոչ սկսվել է, հայտնի է ամբողջ ազգին։ Այն, որ դուք հիմա որոշել եք երևի, ես այդպես եզրահանգման եկա, որ օրինականացնել ձեր ամուսնությունը, դուք այն աստիճանի արդեն օրինական հանցակիցներ եք, որ կարծում եմ դրա կարիքը չկա ու դժվար թե որևէ հայի աշխարհի որևէ ծայրում հետաքրքիր լինի։ Դուք, այսպես ասած, օրինական փաստաթղթով ամուսիններ եք, թե ոչ, դուք արդեն օրինական բոլոր փաստաթղթերով հանցակիցներ եք։ Դա բավական է, որպեսզի հետագա բոլոր Նիկոլի քրեական պատասխանատվությունների հոդվածների տակ կիրառվի նաև Աննա Հակոբյան, Ղարերյանուլ, քո հանցակցությունը, համագործակցությունը ոնց են ասում, դու հանցակից ես Նիկոլին, կլինես նրա կինը, կլինես նրա սիրուհին, թե կլինես եսիմով, դու առաջնահերթ նրա հանցակիցն ես։ Եվ ազգը դա չի մոռացել, ազգը դա չի մոռանում, որովհետև քո միջոցով է բոլոր ֆինանսավորումները, բոլոր թուրքամետ թուրքական ծրագրերի իրագործվում։ Հիմա չեմ ուզում կոնկրետանանք շատ քո կերպարի վրա, որովհետև կակտակավար ռուսի ասած, հենց այդպիսին դու որպես կերպար, ավելին ասեմ, նողկանք ես առաջացնում ցանկացած նորմալ հայի մոտ։ Ուզում եմ ավելի շատ անդրադառնալ խաղաղության այն ասույթին, Ալյոնայի, Ալենի, Ալեն Սիմոնյանի, որ ասում է իբրև թե պետք է իրար փողոցներում շնորհավորենք, որովհետև մենք արդեն ունենք խաղաղություն, հասել ենք խաղաղության աստիճանի թշնամու հետ։ Հնարավոր չի ունենալ խաղաղություն մի երկրի հետ, որը դատում է քո ոչ մի բանում մեղք չունեցող էլիտային։ Այսինքն Ռուբեն Վարդանյանը ոչ զինվորական որևէ բարձրաստիճան պաշտոնյա էր, ոչ որևէ ռազմական գործողությունների մասնակից, բայց երեք դատվեց 20 տարի ազատազրկման Ադրբեջանում։ Ալիևը պարզ ասում է, պետք է փոխվի սահմանադրություն, ըստ որի Երևան, Հայաստան, բայց կոնկրետ Երևան պետք է վերադարձվեն 300,000 թուրք դիմորդներ բնակվելու համար մշտական բնակչության ժողովուրդ ուշադիր, մշտական բնակչության պետք է վերադառնան Երևան։ Ու սահմանադրության փոփոխությունը պետք է Իրանից հիմնավորի այն, որ Արցախի հանդեպ չկա ոչ մի պարտք պահանջ, չկա Եղեռնի պարտք պահանջ եւ նման մի քանի հայատյաց դրվագներ։ Հիմա միակողմանի խաղաղությանը որևէ մեկը եթե հավատում եք, առնվազն ծանծաղամիտ եք հայեր, որովհետև խաղաղություն միակողմանի լինել պարզապես չի կարող։ Ալիևը երազում է Երևանը Երևան դարձնել, Սևանը Գոյչա, իսկ Նիկոլը հայտարարում է, որ հասել են խաղաղության, արդեն պետք է իրար աղանդավորներ եք, դուք թուրքական չեմ կարողանում հասկանալ ոչ մի կերպ, թուրքամետության աղանդ ունեք ստեղծած, էդ ինչ անկապ բացատրություններ եք տալիս լրիվ բացահայտ հարցերի շուրջ։ Պետությունը ավերում եք ու դրա անունը դնում եք խաղաղություն, կաթողիկոսին քրիստոնեության ընդունումից ի վեր դեռևս չի եղել, պատմությունը չի հիշում նման մի դեպք, երբ կաթողիկոսին արգել են երկրից դուրս գալ։ Անգամ երբ թուրքական իշխանության տակ է եղել երկիրը, անգամ երբ սպառնալիքների տակ է եղել, կաթողիկոսի դեմ քրեական գործ եք հարուցել եւ արգելել եք երկրից դուրս գնալ, մասնակցել այս կամ այն ժողովին, ոնց դիտարկենք դա, քրիստոնեության հերքում,
թե մահմեդականացման սկզբունք։ Գուցե որոշել եք, որ եթե Ալիևը երազում է Երևան գալ, դուք էլ համարում եք, որ դա խաղաղություն է, ՔՊ Քեմալի պայմանագիր, ապա այդ ամեն ինչը նաև կարող է լինել, Նիկոլը մի ժամանակ ասում էր, չէ, քրիստոնեությունը հայ լինելու հետ կապ չունի, գուցե որոշել ես, որ բոլորը պետք է քո նման մահմեդականություն ընդունեն, Նիկոլ, որովհետև առեսօր դու այդպես էլ չբացատրեցիր, որ եկեղեցու կնունք ես ու ինչու ես պղծում հերթով բոլոր եկեղեցիները Հայաստանի։ Քո ներկայությամբ միայն դու արդեն պղծում ես այն։ Այդ